Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ինքը իր կաշին փրկելու համար ամեն ինչի պատրաստ է։ Ես զարմանում եմ ինքը ոնց է կարողանում այդ ամենը իր խղճին ապրել։ Ես էլ չգիտեմ։ Արդեն 25 տարի։ Երևի այդպես էլ չիմանամ։ Հայկի մահը նկատի ունես։ Ոնց հասկանում եմ, ոչ մի հուսադրող նորություն չկա։ Չէ, այս պահին Ենոքյանը ամեն ինչ անում է, որ միջև դատավարությունը Արման ազատության մեջ լինի, բայց չեմ կարծում, որ երկար կկարողանա նրան ազատության մեջ պահել։ Արզա։ Ես ուզում եմ տեսնել այդ տղային, այդ Սարգիսին։ Ուզում եմ խոսել հետը։ Պարզապես ուզում եմ հիմա միասին հասկանանք, թե այդ հանդիպումը ինչ հետևանք կարող է ունենալ Արմանի համար։ Այդ տղայի պալատը հսկողության տակ է գտնվում։ Պարոն Սարոյան, ես հենց այսօր իմացա, որ այդ տղան արդեն երկրորդ օրն է վերակենդանացման բաժանմունքում է։ Չհասկացա, ես իմ ունեցած տեղեկություններով նա արդեն լավ էր։ Ես էլ շատ ինֆորմացիա չեմ տիրապետում։ Միայն գիտեմ, որ հիմա վիճակը լավ չի։ Դրա համար էլ կարծում եմ, որ Ենոքյանին ոչինչ չի հաջողվի անել։ Բացի այդ, եկեք չմոռանանք քննիչի եւ Արմանի վեճի մասին։ Ու դեռ չգիտեմ, թե ինչ հետևանքներ այդ վեճը կարող է ունենալ։ Լավ չի։ Փոխանակամն ինչ կարգավորվի, ավելի է բարդանում։ Մամ, ես գիտեմ քո Հայկի սիրո մասին։ Ես չգիտեմ, թե դու որտեղից գիտես այդ պատմությունը կամ ինչ մեկնաբանության, բայց ես կփորձեմ քեզ ամեն ինչ բացատրել։ Ինչը պետք է բացատրես, մամ։ Թե ինչի ես սիրել։ Բայց սիրելը բացատրության կարիք ունի։ Ինչի ես տենց նայում։ Հա, չեմ թաքցնի, սկզբում ես ջղայնացած էի շատ, ինքս իմ մեջ քեզ հետ կռիվ էի անում, բայց հետո հասկացա, որ սիրելը մեր ընտրելով չի։ Մենք սիրում ենք, բայց չենք մտածում մեր ընտրությունը ճիշտ է թե սխալ։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչի էիր դու ասում, որ ես քեզ նման եմ, որ պայքարում եմ սիրո համար։ Ես փորձել եմ պայքարել, բայց իմ դեպքում այդ փորձն իսկական փորձանք դարձավ բալես։ Գիտես, նույնիսկ այս պարագայում իմ ու քո պատմություններն էլի նմանվեցին իրար։ Ես էլ հարցեր ունեմ ուղղված հորս, որոնք այդպես էլ պատասխաններ չստացան։ Ես էլ հոգուս ամենախորքում այդպես էլ չկարողացա ներել հորս, որովհետև միևնույն է իրեն եմ մեղադրում իմ դժբախտության մեջ։ Հա, եթե ինքը չարգել էր, եթե ինքը չստիպեր ամուսնանալ այն մարդու հետ ում չեմ սիրում։ Պապին է քեզ ստիպել պապայի հետ ամուսնանալ։ Հա, չնայած մյուս կողմից էլ ասում են, որ արդեն մեզնից առաջ ամեն ինչ որոշված է։ Ասում են ու անունը դնում են ճակատագիր։ Ես չգիտեմ այդ ճակատագիրը իրոք կա, թե
մեր արարքները արդարացնելու կամ պատասխանատվությունից խուսափելու համար է, բայց եթե ես հորդ հետ չհամուսնանայի, դուք չէիք լինի։ Գիտեմ, դու էլ կանել 1000 անգամ երանի կտայիք, որ ծնված չլինեիք ու ստիպված չլինեիք տեսնել այն, ինչ իմ պատճառով տեսակ։ Բայց ձեր լինելը ինձ շատ անգամ է հետ պահել մեռնելու մտքից բալես։ Մամ, մենք բոլորս էլ մի փոքր էգոիստ ենք։ Մեզ թվում է, որ մեր ցավից ենք ում ոչ մի բան չկա։ Տենց ենք մտածում ու ենթադրություններ անում։ Բայց չգիտենք իրականում մեր կողքին ինչի է իրան այդպես պահում։ Գիտես, ես միշտ սիրո պակաս եմ ունեցել ու ինձ համար այնքան գայթակղիչ էր այդ գեղեցիկ ժպիտը, լավ խոսքը, կարեկցանքը, որ ես մտածում էի ճիշտ մարդու կողքին եմ։ Ես չէի մտածում, որ այն մարդը, ով իմ դեմքին ժպտում է, հնարավոր է միաժամանակ դանակն է սրում, որ հետո թիկունքից ինձ հարվածի։ Ես այդ ամեն ինչը հասկացա, բայց շատ ուշ։ Երևի ուղղակի պետք է ապրել ես կյանքը։ Երևի պետք է իմ քիթնել ինչ-որ մի պահի գետնին առնել, որ ես այդ ամեն ինչը հասկանայի։ Ուղղակի մենք միշտ եզրակացություններ ենք անում ու հիմնվում ենք առաջին տպավորության վրա, որը միշտ սխալ է լինում։ Ուղղակի մենք միշտ երևի սիրո կարիք ենք ունենում։ Արի, Սրանք հաջորդ շաբաթվա հոդվածներն են։ հա, ապրես, բայց կլինի չէ, որ հետո նայեմ։ Հա, կլինի։ Սպասիր։ Գորի հետ խոսել ես։ Չէ, զանգերից չի պատասխանում։ Պարզա։ Արմանից լուր կա։ Կա, բայց ոչ մի հուսադրող բան չկա այդտեղ։ Այդ տղայի վիճակը նորից վատացել է։ Նորից վերակենդանացման բաժանում է։ Արմանն էլ քննիչի հետ ինչ-որ անախորժ իրավիճակ է ստեղծել։ Մի խոսքով ոչ մի լավ բան չկա։ Ես չեմ հասկանում, դες ճամփեն անգիր ես արել։ Դու ով ես, որ երբ ուզես գաս ու գնաս, հե? Միսակ Ուրադյանն։ Լսի դու լավ չես։ Միսակ հարց եմ տալի Ուրադյանն։ Ես արդեն մի անգամ ասել եմ, բայց եթե դու էլի գաս տեղ, չէ՞, համբերությունս կարող է չհերիքի ու ես ոստիկանություն կկանչեմ ու դու կգնաս ու կնստես տղուտ կողքը եղավ։ Լսի արա, դու իմ տղանուն իրավունք չունես տալու, լսում ես, քանի կար տղես էր ինձ հետ պան, որ ընտանիքիդ հետ հաշիվներս միջև վերջ մաքրեմ, բայց հիմա ոնց տեսնում ես ճանապարհս բաց է, ու խորտ կտամ, որ լեզվիդ տիրություն անես, չգիտեմ ոնց ու որտեղից, գտնում ես լրպիտ, ու փոխանցում ես, որ եթե 24 ժամվա մեջ աղբուր ձեռը բռնած չհայտնվեց, ուրեմն ինչքան կարա թող հեռու փախնի, որ փրկվի։ 24 ժամ հետո Միսակ, ես իմ բոլոր կապերը գործի եմ տնելու, որ ցույց տամ իրան, թե որը որից հետո է, դու լավ գիտես, ու իրան էլ կփոխանցես, այսքան տարի բերդում ապրած մարդու կապերը հեչ իրա սրտով չի լինելու։
աչքիս այս անգամ չես փրկվելու Դիանա։ Ճիշտ ես բալես։ Մենք միշտ սխալ մարդկանց ենք վստահում մեր ամենակարևոր զգացմունքներն ու ամենաթաքուն գաղտնիքները։ Ու շատ թանկ ենք վճարում դրա համար։ Բայց ես իմ կյանքի փորձից եմ ասում, որ երբեք ոչ մի բանի համար ուշ չի լինում։ Ես էլ եմ քո նման մտածել։ Ճիշտ այդպես։ Ու երկար տարիներ չեմ կարողացել ձեր հետ շփման եզրեր գտնել։ Իսկ հիմա արի ու տես իրար հետ նստած խոսում ենք այն թեմաներից, որ երբեք չէինք էլ պատկերացնի, որ կարողա քննարկենք։ Ես միշտ մտածել եմ, որ դու այնքան թույլ ու անօգնական մարդ ես։ Հիմա եմ հասկանում, թե դու ինչ ուժեղ ես։ Բայց ես այդքան ուժեղ չեմ, մամ։ Ես ուղղակի ուժեղ ձևանում եմ ու հոգնել եմ արդեն ձևանալուց։ Այդպես մի ասա բալես։ Դու ուժեղ մարդ ես։ Սա ուղղակի մի շրջանավորը կանցնի։ Ամեն ինչն է անցնում։ Ուրախությունը, ցավը, ամեն բան անցնում է։ Չի անցնի, մամ։ Այն ցավը, որ մնացել է Վահեից հետո, չի անցնի։ Պապայի արածներից հետո։ Այն, որ այդքան անմեղ մարդին պատճառով տանջվում է։ Դա երբեք չի անցնի, ու ես արդեն չգիտեմ ինչ անեմ, ես խելագարվում եմ։ Դրանք ամեն օր ինձ ներսից կրծում են։ Ու դա երբեք չի անցնի։ Հիմա ես քո համար ջուր կբերեմ։ Կներես, մամ։ Ես բոլորին կասեմ, թե ինչ արել իրականում պապան։ Բայց հորս մոտնելուց հետո ես էլ չեմ կարող ապրել։ Շնորհակալ եմ։ Ուղղակի ուզում եմ մի բան հիշես։ Ես, Սարան, Էլկան, պապին միշտ քո հետ ենք, միշտ։ Ախր ես Սարայի առաջել եմ մեղավոր։ Այն, որ ինքը հիմա տանջվում է, էլի իմ մեղավորությունն է։ Բալես, մենք միասին էլ կլուծենք։ Այս բարդ շրջանա ու ամեն ինչ լավ կլինի, միասին կհաղթահարենք։ Ես գիտեմ, որ դու սեն ժամանակ միշտ պապայիդ կարիքն ես զգում։ Ես չեմ ասում, որ կարող եմ լրացնել հորդ տեղը, բայց ամեն ինչ կանեմ, որ քեզ օգնեմ, բալես։ Ամեն ինչ։ Մամ, ախր ինքը ամենավատ, ամենադաժան քայլն էլ արած լինի, ախր իմ հայրն է։ Մյուս կողմում էլ անմեղ մարդիկ են, Էլկան։ Երեք պապին ունետավ աշխատասենյակ ու ինքան ահավոր այդ մարդը սպասում է գիշերը գա, որ մնա իր ցավի հետ մենակ։ Ինքն էլ չգիտի ինչ անի։
Նայում է իրան ու սիրտս կտոր էր լինում։ Չգիտեմ ինչի եմ հիմա հասկանում այդ ամենը, պետքա շուտ հասկացած լինեի։ Այն մարդիկ, ում ես միշտ մեղադրել եմ, իրանք ամենաբարին են, ամենահոգատարը, ինձ ամենահարազատը։ Իսկ ես միշտ անիմաստ իրանց մեղադրել եմ ու չեմ լսել։ Այս պահին մարդկային ճակատագրեր են որոշվում, Վալես։ Մի կողմում Վահեի անունն է, Արմանն է, իսկ մյուս կողմում հայրդ է։ Ես քեզ ոչինչ չեմ ասելու, որովհետև դու ինձնից շատ ավելի խելացես ու վստահ եմ, որ կգտնես այս պատմության ամենաճիշտ ելքը։ Ուղղակի հավատա հիմա, որ սիրտդ թեթևացնես, ավելի լավ կլինի, ավելի ճիշտ կլինի, Վալես։ Մամ, խնդրում եմ, մի թող ինձ վրա մենակ այդ որոշում կայացնելը։ Ես պատրաստ եմ ամեն ինչ կիսել քո հետ։ Նույնիսկ պատրաստ եմ քո փոխարեն անել այն, ինչ քո համար շատ դժվար է։ Ես կարող եմ պապիկին ասել, որ այդ միսակն է արել։ Բայց ես չեմ կարող քո փոխարեն որոշել։ Խոսքը քո հոր մասին է։ Դու ինքդ պիտի որոշես, Ռեբեկա, ինքդ։ Ախր ամենադժվարը հենց այդ որոշելն է։ Ես ոնց կարող եմ հորս մատնել իմանալով, որ իր երկու ձեռքը կտրվելու է։ Ես դրանից հետո կթեթևանամ, բայց ինչ հետաքրքիր ու դաժան բան է, չէ՞։ Երբ հարցը վերաբերում է մեր հարազատներին, մենք ամենաբարձրն ենք գոռում արդարության մասին։ Ուզում ենք ապացուցել։ Բայց հենց այդ արդարությունը մեր հարազատի դեմը մենք մոռանում ենք, որ ամենաբարձր գոռացողը մենք ենք։ Քանի որ բոլոր ձայնայիններս պարտաճանաչ լսում ես, ասեմ իմանաս, որ Արմանին արդեն կալանավորել են, բայց դա առջևում է։ Այդ Սարգիսի վիճակը վատ է ու դա Արմանի վիճակն ավելի է վատացնում։ Էլ հույս չունեմ, որ կհայտնվես ու ինչ-որ բան կփոխվի։ Դու ուղղակի վախկոտ ես գոռ։ Ու փառք Աստծո, որ հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես չեկա հետդ ու կյանքս չկապեցի քեզ հետ։ Դու առաջին փորձության ժամանակ ինձ մենակ թողեցիր ու գնացիր։ Իսկ մինչև այդ սիրո ու վստահության մասին հեքիաթներ էիր պատմում ու խոստումներ էիր տալիս։ Գիտես ինչ, դու կարող ես մեզնից ու օրենքից փախնել, բայց Աստված ամեն ինչ տեսնում է։ Ու քեզ քո արժանին կտա հաստատ։ Այսքան մարդկանց տանջանքը դու ուղղակի չես մարսելու։ Դու կստանաս այն ինչին արժանի ես։ Ռեբեկա, ես էլ քեզ էի փնտրում։ Ուր էիր։ Մամայի մոտ խոսում էինք։ Իսկ ինչի էր ինձ փնտրում։ Արմանն էր զանգել։ Լուրջ, ոնց էր։ Դե, ասում ա, որ լավ է։ Բայց ես գիտեմ, որ ինքը այնտեղ չի կարող լավ լինել, Ռեբեկա։ Ուղղակի որ ձայնը լսեցի, գոնե սիրտս մի քիչ հանգստացավ։ Արմանը լրիվ հույսը կտրել է, որ այնտեղից դուրս է գալու։ Ինքը հույսը կտրել է, որ պապիկը իրան օգնելու է, բայց Ռեբեկա երդվում եմ, եթե պապիկը Արմանին չօգնի,
Ես կյանքում պապիկին չեմ ների։ Չէ, Էլկա, տենց մի ասա։ Ես քեզ շատ լավ հասկանում եմ, բայց հավատա բարգացած ժամանակ սխալը որոշում կայացնելը։ Համելի ես քեզ խոստացել եմ, չէ՞ որ կօգնեմ։ Ուրեմն կօգնեմ։ Ռեբեկա, այսքան մարդ ոչ մի բան չի կարողանում անել։ Դու ինչ պետք է կարողանաս անել։ Ես դեռ չեմ որոշել, բայց ես կօգնեմ, խոստանում եմ։ Ուղղակի իմ համար էլ հեշտ չի։ Ինձ մի փոքր ժամանակ տու, լավ։ Այսինքն Էլկա, ես երբեք հենց այնպես ոչ մի բան չեմ ասում, ճիշտ է։ Ուրեմն հավատա ինձ, ես կօգնեմ։ Ուղղակի հարցեր էլ մի դու հերիքա։ Ռեբեկա, չեմ տալ հարցեր, բայց կլինի ասես ինչ պետք է անես։ Ես ինքս չգիտեմ ինչ պետք է անեմ, բայց հենց իմանամ, խոստանում եմ առաջինը դուք իմանաս դրա մասին։ Ես դուրս եմ գալիս մաքրոց շնչել։ Հա, ճիշտ ես անում։ Ինչքան կարող ես շատ քայլի հետ կօգնի քեզ։ Մաման տանն է։ Չէ, դուրս եկավ, բայց ասաց, որ շուտ կգա։ Դե գնացի։ Ձեզ լավ հանգիստ։ Բարի օր աղջիկներ։ Ոնց եք, ոնց է առաջ գնում աշխատանքը։ Բարև ձեզ Տիկին Սարոյան։ Ամեն ինչ հրաշալի է, դե ինչպես նախատեսում էինք։ Ապրեք, չէ, ել կասկածում։ Որ խնդրեմ ինձ համար սուրճ կդնեք։ Իհարկե։ Ալո, Ոնց ես բալես։ նորմալ մամ, դու։ Լավ բալես։ Տանն ես։ Չէ, մամ ջան, դուրս եմ եկել մի քիչ քայլելու։ Պարզ իսկ Ռեբեկան ոնց էր։ Միասին եք։ Ռեբեկան լավ էր, բայց ինչի ես հարցնում։ Իսկ ինքը տանն է։ Հա, մամ, ինքը տանն է ու ամեն ինչ նորմալ էր։ Մենք նոր միասին ենք, ես դուրս եկա։ Լավ բալես, ապրես։ Լավ։ Ինքան վատ եմ սար։ Խնդրում եմ կգաս մոտս։
Ես չգիտեմ դու մի օր կներես ինձ իմ լրության համար, թե չէ պապի, որովհետև Արմանին որոշեցիր չներել։ Բայց ուզում եմ իմանաս, որ ես ունենալու եմ քո ու բոլորի ներման կարիքը, հատկապես այնտեղ։ Ես հիմա քեզ եմ տալիս այն բոլոր ապացույցները, որ հավաքեցի, բայց այդպես էլ համարձակություն չունեցա ցույց տալու։ Ես չգիտեմ, թե ուր կլինեմ, կամ կլինեմ, թե չէ, երբ որ դու կարդաս ես նամակը։ Որովհետև այն ինչ պարզելու ես, իմ վերջին ամիսների սարսափն ա եղել։ Դու միշտ խոսել ես ընտանիքի ու արդարության մասին։ Ու ես երկար ժամանակ այդ ընտանիքի ու արդարության արանքում կանգնած մեռնում էի։ Հիմա գրում եմ ու զգում եմ ոնց է սիրտս կծկվում։ Բայց ուսերից էլ մեծ բեռ է ընկնում։ Պապի այդ գողությունը պապան է արել, բայց ես չեմ կարողացել կանգնեմ դիմացդ ու մատնեմ հորս։ Ես չգիտեմ այսքանից հետո ինչ կլինի, բայց հույս ունեմ, որ գոնե Արմանին կօգնես։ Ես չհասցրի փրկել Վահեին, բայց հիմա հասկանում եմ, որ ժամանակն է ամեն ինչ բացատրելու, որ նոր զոհեր չտանք։ Նույն սխալը չկրկնես, պապի, իմ ու քո ուսերին նոր մեղք չավելացնես։ Հույս ունեմ, որ մի օր կհասկանաս ինձ։ Ու մի բան էլ, ես քեզ միշտ էլ շատ եմ սիրել։ Ու ուզում եմ իմանաս, որ ես հպարտ եմ, որ հենց քո թոռն եմ։ Կներես ինձ։
Մտեք։ Սիրտը շատ անհանգիստ էր բալես։ Չեմ ուզում քեզ մենակ թողնել։ Կլինի մոտդ մնամ։ Կլինի, չէ՞։ Ինչ լավ այկար Սար, գոնե քո հետ խոսեմ մի քիչ կթեթևանեմ։ Ես էլ եմ ուզում անընդհատ քեզ մոտ լինել։ Ուղղակի մտածում եմ կարող է իմ ներկայությունը քեզ գորի մասին հիշեցնի։ Ես այնքան եմ ամաչում իր արածի համար, որ չեմ ուզում ոչ մեկի աչքին երևալ։ Սար, դու մեղավոր չես։ Մենք բոլորս էլ տեսնում ենք, թե դու ոնց ես գորին փնտրում։ Ոչ մեկս չենք կարա ճիշտ մարդկանց ընտրենք, հասկանանք ով է մեզ խաբում, ով չէ։ Սար, բոլորս ենք խաբված, մենակ դու չես։ Ես էլ եմ ինձ խաբված զգում, որովհետև ես էլ էի շատ հավատում գորին։ Բայց հիմա քեզ հանգիստ ես, չէ՞ մի փոքր զգում, որ զանգել է։ Ես ինձ հանգիստ կզգամ, երբ որ Արմանը ազատության մեջ լինի։ Ռեբեկան փորձում է ինձ հույս տա, ասում է, որ պապիկը կօգնի Արմանին։ Բայց ինքը ուղղակի ինձ հույս է տալիս, հասկանում ես։ Ես այդ գիտակցում եմ։ Սար, պապիկի չեն, հա, չի դառնում։ Էլկա, ես հասկանում եմ, որ պապիկը ինչ որ պատճառով բարկացած է Արմանի վրա, բայց ինքը ձեռքերը ծալած չի նստում։ Այսօր էլ էր փաստաբանը եկել ու էլի Արմանի թեմաներով։ Ինչ էր ասում փաստաբանը, ինչ ես լսել։ Այն ինչ որ լսել եմ, այդքան էլ հուսադրող չի, բայց իմաստ էլ չկա քեզ ինձ թաքցնելու։ Սար, արագ ասա մի ցկցկի։ Այդ Սարգիսի վիճակն է վատ, վերակենդանացման բաժնում է։ Շատ կուզեի ասել, շատ էլ տեղին է, լավ է, բայց հասկանում եմ հիմա, որ այդ տղայի վատ լինելը Արմանի համար էլ է վատ։ Ու բացի այդ Արմանն ինչ-որ խոսակցություն է ունեցել քննիչի հետ, որը կարող է ազդի գործի վրա։ Հետո էլ ասում ես լավ կլինի։ Էլ այսքանից հետո ոնց լավ կլինի, Սար։ Չգիտեմ ինչ անեմ, ինչով օգնեմ քեզ։ Ոչ մի բան մի ասա, Սար։ Ավելի լավ է արդեն տուն գնանք։ Ես հիմա չեմ գալիս, մի փոքր գործ ունեմ, բայց հետո կտեսնենք։ Ես մենակ մի բան չեմ հասկանում։ Ռեբեկան ինչի է այդքան վստահ, որ պապիկը Արմանին կօգնի։ Չգիտեմ։ Բա ինչ էր եղել։ Ինչ էր փակվել ներսում։ Ոչ մի բան, ուղղակի ուզում եի մենակ մնալ։ Ես քեզ խանգարում եմ։ Ուզում ես դուրս գամ։ Չէ, մամ, մի գնա։ Գիտես, այնքան եմ մտածել մեր մասին, մեր կյանքի, մեր եզակի երջանիկ օրերի մասին, որոնք կարող էին ավելի շատ լինել, ուղղակի մենք իրար չհասկացանք։ Վահեի մահից հետո իմ կյանքի գույներն էլ են գնացել։ Ես փորձում եմ ինձ պատկերացնել քո փոխարեն ու խելագարվում եմ։ Գիտես, ես ու Էլկան միշտ նայում էինք քո ու պապայի հարաբերություններին ու փորձում էինք համեմատել այլ ծնողների հետ։ Բայց դուք ոչ մեկին նման չէիք։ Մենք ինքան էինք ուզում, որ դուք էլ մյուսների նման մեզ տանեք այգի, կամ մենք միասին ֆիլմ դիտենք։ Մի օր դպրոցում մեզ հանձնարարություն էին տվել
գրել շարադրություն իմ ընտանիքը թեմայով։ Ես շատ երկար եմ մտածում, թե ինչ պետք է գրեմ։ Հետաքրքիր չէ, մյուսների համար այդ շատ հեշտ թեմա էր։ Բայց ես երկար եմ մտածում։ Ու վերջում գիտես ինչ գրեցի։ Ինչ։ Ես ու պապան մի օր ֆիլմ էինք դիտում։ Անունը հիմա չեմ հիշում, բայց այնքան սիրուն տեսարաններ ունեին այդ ֆիլմում, սիրո մասին, ընտանիքի մասին։ Ես որոշեցի, որ պետք է այդ նույն տեսարանները նկարագրեմ շարադրության մեջ։ Ստուգելուց հետո ուսուցչուհին եկավ ու ինձ գրկեց։ Ինձ թվում էր, որ այնքան լավ եմ գրել, բայց հիմա եմ հասկանում, որ ուղղակի խղճացել է ինձ։ Մամ, կարող եմ գլուխս դնել ծնկներին։ Ես միշտ երազել եմ դրա մասին, ուղղակի հնարավորություն չեմ ունեցել։ Այնքան եմ երազել, որ մի օր գլուխս դնեմ ծնկներիդ ու սենց պարկեմ։ Մյուսների համար երևի սովորական բան է գլուխ մոր ծնկներին դնել, իսկ իմ համար այնքան տարօրինակ է, որ բոլոր էմոցիաներս խառնվել են իրար։ Այնքան բան կա, որ կուզեի ունեի։ Այնքան բան կա, որ կուզեի ասեի։ Վախենում եմ չհասցնեմ։ Ինչ ենք ամենակարևոր բաների մասին միշտ ամենավերջում հիշում։ Բայց ինչի ամենավերջում բոլես։ Հա, ես գիտեմ բաներ կան, որ շատ եմ ուշացրել։ Բայց մեր դիմաց դեռ այնքան կյանք կա ապրելու։ Վերջը չի, Ռեբեկա։ Էլ չասես այդ բառը, լսում ես։